հրաշք, մի խոսքով պատրաստեք, անուշարեք, ամառային ուտեստեք, դրեք սառնարանում, սառը, լավ սառը պետք է լինի, հետո մատուցեք, հաջողություն բոլորին։ Որտեղ սմբուկը ու գույզը, այնտեղ ես, ընտիր եմ։ Մարդել տանը մի հատ սուրտանակ չունենա։ Ողջունում եմ բոլորին, սիրելիներս ինչպես եք։ Ամառ է եկել, մեր մոտ օրինակ շատ վաղուց է ամառ է, շատ շոգ է, պետք է սկսենք ուտել նախ ուտեստներ։ Համեղ ուտեստներ, որ սառն է լինում, սառնանում ենք պահում, ու ամենակարևորը բանջարեղենային ուտեստներ, չէ, պետք է ուտենք։ Սմբուկ, երկու հատ այս խոշոր սմբուկներից ունեմ, կիսով չափ կեղև ազատում ենք, մաքրում ենք, ու հետո արագ-արագ տապակելու ենք, կամ տապակեք, կամ ջեռոցում կարող եք նաև պատրաստել, բայց այս տարբերակը սիրում եմ տապակված ձևով։ Տեսեմ, որ դանակն է, որ այն սա լավ է։ Քանի որ այս տարբերակը սիրում եմ տապակածը, դրա համար նախընտրում եմ այս անգամ տապակեմ։ Հիմա բարակ շերտերի ենք բաժանելու։ Շատ բարակ չենք անում, որ տապակելուց ավելի բարակ չլինի, էդ էլ է, չէ, կարևոր։ Քանի որ այսօր 3 հատ տեսանյութ եմ նկարում, մեր տանը լիքը ուտելու բան է լինելու, չեմ ուզում շատ քանակությամբ պատրաստել։ Այն ինչի մեջ, որ միշտ տապակում եմ, այդ թաղան դնում ենք, տաքացնում ենք, իդեպ։ Ես սմբուկը ոչ աղեմ անում, ոչ դնում եմ ջրի մեջ, որ ինքը ջուր դուրս տա, դառնությունը դուրս տա մի խոսքով, որովհետև այստեղ սմբուկը դառը չի լինում։ Ես դա անում եմ միայն Հայաստանում, եթե դուք դրա կարիքը ունեք, գիտեք դառն է լինելու, կարող եք հանգիստ այդ գործողությունը անել, ես բաց եմ թողում այդ գործողությունը, սիրելիներ, ուղղակի մի փոքրիկ աղեմ անում ու տապակում եմ, վերջ։ Ու տապակելու ենք իմիջայլոց յուղով, ռեդի յուղով եմ տապակելու, սիրելիներ, քանի որ շատ հանգիստ կարելի է տապակել ամեն ինչ, ինքը ուտեստի կողմից չի կլանվում, այնպես որ յուղը չի ստացվելու սմբուկները, կարող եք հանգիստ օգտագործել նաև ձեթով տապակել, բայց կարակ խորհուրդ չեմ տալիս։ Հիմա ես այսպես մի փոքրիկ աղեմ անում, ու սա խոհանոցը աղեմ անում, ու գնում ենք տապակելու։ Մի փոքրիկ եմ ավելացնում յուղը, որովհետև ցածր կրակի տակ այդքան էլ բավական է։ Դա էլ է ինչ որ խորհուրդ հատուկ ձեր համար, սիրելիներ, եթե ուզում եք տապակել որևէ ուտեստ ու շատ ձեթ չկլանի, շատ յուղ չկլանի, ցածր կրակի տակ արեք, նույնիսկ երեսը կարող եք ծածկել, շատ հանգիստ առանց ավելորդ ձեթ ավելացնելու տապակվելու է։ Հիմա երկու կողմից տապակում ենք ու ցածր կրակին, որպեսզի լավ եփվի։ Այսպես սիրուն ոսկեգույն տեղափոխում ենք ձեռքիցս ընկավ։ Ու շարունակում ենք տապակել մնացածները։ Վերջ, ես այս տապակելու գործընթացը վերջացրեցի, սիրելիներ, հիմա մի քիչ միջուկի համար ընկույզ եմ տրորելու, մոտավորապես 50-60 գրամ ընկույզ է։ Դե քանի որ ես 2 հատ սմբուկ եմ օգտագործում, միջուկներ եմ քիչ պատրաստում, 100 գրամ կաթնաշորային պանիր ունենք, սերուցքային պանիր, ինչպես որ դուք սիրում եք, 1 ճաշի գթալել թթվասեր կավելացնեք, ես հունական յոգուրտ եմ ավելացնելու, որպեսզի փափկություն տա, չոր չլինի, համեղ ստացվի միջուկ ուտելուց, խեղդելու բան չունենա, չեմ սիրում, որ խեղդող բան է ունենում, մի տեսակ լինում է, չէ, որ ուտում եք կաթնաշորային պանիրները կամ սերուցքային պանիրները, ինքը մի տեսակ խեղդող հատկություն է ունենում, դրա համար այս փափուկից սիրուն ավելացնում եմ, որ հանգիստ լինի։ Ինքան շատ եմ սիրում այս հունական յոգուրտը, չեք պատկերացնի։ Հիմա այսպես մի լավ կխառնեմ ու հետո ավելացնեմ մնացած համեմունքները։ Մի փոքրիկ պահում եմ զարդարելու համար, մնացածը ավելացնում եմ։ Սիրելիներ, այստեղ կամ 1 պճեղ սխտոր, կամ կես թեյի գթալ սխտորի փոշի ենք ավելացնում։ Ես սխտորի փոշի եմ ավելացնելու, գիտեք արդեն, սև պղպեղ ենք ավելացնելու, այսպես։ Մի փոքրիկ աղ, շատ քիչ, աննշան, պանիրը քանի որ արդեն աղ ունի, ես չեմ ուզում, որպեսզի շատ լինի։ Ուրեմն կամ թարմ սամիտ, քանի որ ես շատ դժբախտ եմ, մենք չունենք թարմ սամիտ այս պահը, որովհետև Իտալիայում այնպես չի, որ շատ
լավ կարողանում եք գտնել։ Ես 4 ամիտ ամեն դեպքում կօգտագործեմ, միևնույնն է, էլի համեղ է ստացվում եւ շատ կարեւոր է գծու պղպեղը, կարմիր, իմ մոտ հալեպի է։ Սա էլ եմ ավելացնում, ինչ ավելացրեցի, ինչ չավելացրեցի եւ սև պղպեղը։ Ու մի լավ խառնում ենք։ Այ տեսնում եք, իմ մոտ լավ պինդ զանգված է։ Միևնույնն է, որ հունական յոգուրտն էլ չջրիկացրեց։ Եթե դուք տեսնում եք շատ պինդ է, կարող եք մի փոքրիկ շատ քիչ սառը ջուր ավելացնել իրեն թեթևացնելու համար։ Ձեր խորհուրդ չեմ տալիս, մի ծանրացրեք ձեր ուտելիքը, բայց մի փոքրիկ ջուր կարելի է։ Հիմա վերցնում ենք սմբուկները եւ լցոնում ենք։ Ես ասում եմ սառը սմբուկները, բայց սառը չի։ Իմ մոտ հավեք տաք են դեր, չեն սառել։ Այսպես իրեն միջուկ ենք դնում, ես առատ եմ դնելու, որովհետև սիրում եմ, որ միջուկը առատ է լինում, ուտելուց իմանում ես էլի, որ մի բան ուտում ես։ Այսպես նուրբ ու զգուշությամբ, այսպես գթալով հարթեցնում ենք ու դնում ենք մատուցվող ափսեի մեջ։ Մեկին շատ, մեկին քիչ, կապ չունի, մեկ է ուտելու եք, բայց դե այնպես կանեմ, որ ամբողջը վերջանա։ Հիմա ես վերջացնեմ, սիրելիներ, հետո նորից կհանդիպենք։ Մի կերպ փաթաթեցի, վերջացրեցի, հիմա այդ թարմ կանաչիով եւ ընկուզով մի փոքրիկ այսպես զարդարում ենք իրեն գույն տալու համար։ Ես հիմա պետք է փորձեմ այս հրաշքը ու ձեզ ասեմ համը ինչպիսին է, սիրելիներ, շնորհակալ եմ, որ դիտեցիք, թանկագիններս հեշտ արագ պատրաստվող բաղադրատոմսեր, հրաշք, մի խոսքով պատրաստեք, անուշ արեք, ամառային ուտեստ է, դրեք սառնարանում, սառը, լավ սառը պետք է լինի, հետո մատուցեք, հաջողություն բոլորին։ Որտեղ սմբուկը ու գույզը, այնտեղ ես ընտիր եմ։